1917 թվականներ Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարաններից մեկում եռուզեռ էր։ Հիմնականում հայեր էին հավաքված։ Սրճարան է մտնում Անդրանիկ Զորավարը։ Նրան ուղեկցում էր հայտնի գրող Վահան Թոթովենցը։ Այդ շրջանում Անդրանիկ Զորավարն ու Վահան Թոթովենցը խմբագրում էին Հայաստան հանդես։ Զորավարի ներս մտնելուն պես հարգանքի լռություն տիրեց սրճարանում։ Կանգնեց Ռոստոմ Զորյանը, մոտեցավ Զորավարին ողջունելու եւ հենց այդ պահին կողքի սեղաններից մեկում լսվեց. Զորավար, Արևմտյան Հայաստանը փրկեցիր, ասողը գինովցած Շիրվանզադեն էր։ Այս խոսքին հաջորդեց ուժգին ապտակը Զորավարից եւ Շիրվանզադեն հայտնվեց հատակ։ Ներող եղիր, Զորավար, գինովցած եմ։ Նրան դիմեց հայտնի դերասան Հովհաննես Աբելյանը։ Աբելյանն էլ Շիրվանզադեին գիրքն առավ ու դուրս հանեց սրճարանից։ Բոլոր ժամանակներում էլ հայրի մեջ եղել են այնպիսի մարդիկ, ովքեր կասկածել են, թե երբեմնի փառավոր անցյալը հնարավոր կլինի վերադարձնել։ Սակայն մեզանում միշտ գտնվելու են այն համարձակ պատվարժան մարդիկ, ովքեր հավատալու են այդ երազանքին եւ մղվելու են առաջ, որովհետեւ արդարությունը վաղ թե ուշ պետք է կայանա։ Իսկ սա Անիաս Էջն է, այստեղ ես պատմում եմ ամեն բան հայրի ու հայկականի մասին։ Միացիր։